Խորհրդարանը 364 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ինչ այն ենթադրում, որոնք են լինելու մեր հաջորդ քայլերը, ինչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր եւ վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ կզրուցենք ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեանետ, բարև ձեզ պարոն Բլեան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք այդ օրինագծից, օրենքից, որը 3 ընդունվեց եւ հիշեցնեմ, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել կառավարության առաջարկությամբ եւ նախաբանից հանվել է ես բառացի հիշեցնեմ այդ հատվածը Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքն ու եւ այլն այդ նախադասությունն է հանվել։ Միասնական բառն է հանվել։ Միասնական բառն է հանվել, սա նշանակում է, որ այդ կամքը միասնական չէ, հա։ Դե քանի որ մենք հավաքել ենք 52,000 ձայն, ոչ թե մոտ 3 միլիոն կարող ենթադրենք, որ դա միասնական ձայն չէ, հա, միասնական կամք չէ, հետեւաբար Ձեզ պետք չէր 3 միլիոն։ Մեզ պետք չէր, բայց քանի որ 3 միլիոն չէ, ինչքանից ավելին եք դուք հավաքել։ Ավելին ենք հավաքել, մենք մոտ 60,000 հավաքեցինք, 52,000-ը կհնճանաչեց վավեր, այնտեղ կային անճշտություններ, բայց համենայնդեպս ես նախ պետք է շնորհավորեմ բոլորիս, որ այդ օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ։ Ես շատ եմ կարևորում դրա ընդունումը, գիտեք, ի սկզբանե երբ մենք նախաձեռնել էինք Եվրաքվեի ստորագրահավաքը, ծաղրանքի եւ թերահավատության արժանացանք, բայց մենք հասանք մեր նպատակին եւ մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ ազգային ժողովն ընդունեց այդ օրինագիծը։ Մենք արդեն ունենք Եվրոպական միությունից արձագանք, որ իրենք ողջունում են այդ արձագանքին դեռ կանրադառնանք ես հարցից վերադառնալով, այսինքն ամբողջ տրամաբանությունը նա է, որ մենք ասում ենք, որ հա Հայաստանում ոչ բոլորն են կողմ այս գաղափարին եւ դրա համար այս փոփոխությունը կատարվում է։ Իշխանության ցանկություններ, որպեսզի նախաբանը դուրս գա, քննարկումների արդյունքում մենք եկանք այն համաձայնության, որ միասնական բառը դուրս կհանենք, բայց պրեամբուլան կմնա եւ օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, այսպես է, չէ՞, կոչվում օրենքը, տեսեք մյուս կողմից արտգործ նախարարի տեղակալ Պարուհ Հովհաննիսյանը դարձյալ մեջ բերելու եմ ասում է հետևյալը. օրինագծի ընդունումը չի հանդիսանում Եվրամիության անդամակցելու հայտ։ Մի տեսակ հակասություն կա այս երկու գաղափարների մեջ։ Ոչ, որովհետև մեկը դա հայտ չի հանդիսանում, բայց մենք գնում ենք դեպի այդ հայտը, ի վերջո մեր նպատակը ինչ է, չէ, Եվրամիությանը անդամակցելն է։ Միանշանակ այս գործընթացը դա Հայաստանի Հանրապետության տիրույթում գործ ունեցող գործընթաց է, իսկ հայտ ներկայացնելը արդեն կոնկրետ Եվրամիության հետ կապված, հա, եւ դու հայտը ներկայացնում ես Հայաստանի Հանրապետության անունից, հայտը ես ներկայացնում Եվրամիությանը։ Դա մեկ այլ գործընթաց է։ Եվ իհարկե մենք խոսելու ենք ճանապարհային քարտեզից, մենք քննարկումներ ենք ունենալու մեր եվրոպացի գործընկերների հետ, տնտեսվարողների հետ, շատ լուրջ աշխատանք կանելու, իհարկե իշխանության հետ պետք է համագործակցենք, որպեսզի այդ ճանապարհային քարտեզը մշակենք, ես այստեղ շատ կարևորում եմ այն փաստը, որ մենք սկսել ենք այդ գործընթացը, մենք հասկանում ենք, որ դա երկար ճանապարհ է, ես ուզում եմ, որ մեզ լսողներն էլ եւ դիտողներն էլ հասկանան, որ դա չի նշանակում, որ մենք հենց վաղը եւ այդ դառնալու ենք Եվրամիության անդամ, կարծում եմ դա հասկանում են մարդիկ, եւ շատ կարեւոր է, որ հենց այս շրջանում, երբ Եվրոպական միությունը որպես տնտեսաքաղաքական ամենահաջողված կառույց, կազմակերպություն, փաստորեն վերափոխվում է, վերաձևվում է, դառնում է ավելի անվտանգային համակարգ, կապված Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքականության հետ որպես հետևանք եւ մենք շատ լավ ժամանակ ենք ընտրել եւ նաեւ գոհունակությամբ պետք է ասեմ, որ նույն փոխնախարարի այն հայտարարությունը, որ արդեն եղել են կոնսուլտացիաներ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև անվտանգության շուրջ, իսկ մենք հասկանում ենք, որ Եվրոպական միությունը հասկանալով, որ ՆԱՏՕ-ի հովանոցը կարծես թե այնքան էլ հովանոց չէ,
Ինչպես օրինակ երկար տարիներ մենք մտածում ենք, որ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը մեր անվտանգային հովանոցն են, բայց իրենք ունեն բավարար թե կամք, թե քաղաքական, թե կապիտալ, թե ռեսուրս, թե ֆինանս, թե բնակչություն, որպեսզի դառնան անվտանգային կենտրոն, ունենան իրենց անվտանգային համակարգը, նոր էկոհամակարգը եւ Հայաստանն ու Վրաստանը պետք է լինեն այդ նոր ձևավորվող անվտանգային էկոհամակարգի մասը։ Մինչև երկրորդ ընթերցմամբ օրենքի ընդունումը հանձնաժողովի մակարդակում քննարկումների ժամանակ Հայաստան խմբակցությունից Արմեն Գևորգյանը շատ ակտիվ էր եւ անընդհատ հարցեր էր տալիս, հիմնական ուղղությունը այն էր, որ հենց անվտանգային երաշխիքների մասին մի կողմից եւ մյուս կողմից արդյոք կան արդեն Բրյուսելից այ պաշտոնական, ծանրակշիռ արձագանքներ եւ փոխնախարարը պատասխանում էր, որ արձագանքների սպասում ենք, երբ որ ամբողջությամբ օրենքը օրինագիծը ընդունվի։ Երեք ընդունվել է, գուցե կան արդեն կան, մենք ստացանք հենց Եվրոպական միությունից արդեն արձագանք, դա եղավ իրենք ողջունեցին, իրենք ասացին, որ սա եւս մեկ խթան է, որպեսզի ել ավելի խորացնեն Հայաստանի Հանրապետության Եվրամիության միջև փոխհարաբերությունները։ Արմեն Գևորգյանը, ես չեմ հիշում կոնկրետ պաշտոնյայի անուն ազգանունը, բայց ինքը ներկայացնում էր այս տարածաշրջանի այնակ երկու պաշտոնյակար համատեղ հայտարարություններ, մեկը որ զբաղվում է հենց Հայաստանի Հանրապետությամբ, մյուսը, որը զբաղվում է ընդհանուր տարածաշրջանով, եւ իրենք համատեղ հայտարարություն են տարածել, որ իրենք ողջունում են։ Իդեպ, երբ Արմեն Գևորգյանը այդ լսումների ժամանակ, առաջին ընթերցման լսումների ժամանակ հանձնաժողովում խոսում էր, հենց այդ ժամանակաշրջանում մենք ունեցանք հյուրեր հյուսիսային Եվրոպայից, Եվրոպական միության անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներ, նախագահներ, փոխնախագահներ եւ այլն, եւ հենց այդ ժամանակ իրենք արդեն իսկ ողջունում էին, որ նման նախագիծ կա, որ նման քննարկում կա, եւ իրենք ամբողջությամբ պատրաստ են սատարել Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միության։ Նույն Արմեն Գևորգյանն իդեպ այդ քննարկման ժամանակ հարց էր բարձրացնում, թե ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով աշխարհագրությունն ու լոգիստիկան միանալ, անդամակցել Եվրամիությանը։ Եվ տարակուսանք էր առաջացնում Արմեն Գևորգյանի այդ հայտարարությունը, որովհետև մեր երկու հարևանները Վրաստանն ու Թուրքիան Եվրոպական միության, տնտեսական այդ մաքսային միության անդամ են։ Հետևաբար մենք Եվրոպական միությանն էլ ավելի մոտ ենք, շատ ավելի մոտ ենք, քան Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ ենք մենք եւ որի հետ մենք ունենք սահման։ Դա առասարակ ընդդիմադիր խմբակցությունները ազգային ժողովի շատ կտրուկ դեմ են այս օրինագծին, այս գաղափարին եւ նշում են, որ այսպիսի հենց կտրուկ շրջադարձը շատ լուրջ հետևանքներով հղի է, նաեւ նշում են, որ Հայաստանը նույնիսկ տեխնացուի կարգավիճակին համապատասխան այդ չափորոշիչները դեռ չունի։ Այո, եւ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, մենք պետք է աշխատենք, գիտեք, շատ ես կառանձնացրի 4 ոլորտ, դա ֆինանսներն են, ֆինանսների նախարարությունը, արդարադատությունը, ենթակառուցվածքները, ներքին գործերի նախարարությունը եւ մենք պետք է իշխանության հետ իդեպ ես կասեմ, որ շատ կարեւոր կլինի, որպեսզի իշխանությունը փորձագետներ հրավիրի եվրոպական երկրներից, սեմինարների մասնակցեն, որովհետև այն կազմով, որ հիմա կա կառավարությունում, եթե մենք գնանք բանակցությունների Եվրոպական միության հետ, ես մտավախություն ունեմ, որ մենք չունենք այդ պոտենցիալը, որպեսզի առանց վիրավորելու, առանց վիրավորանքի, որպեսզի իրենց հետ կարողանանք ճիշտ բանակցենք։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մենք ուսումնասիրելով նաև այլ երկրների, որոնք անցել են այս ճանապարհով, թե իրենց հետ խորհրդակցելով, թե ընդ որում միջխորհրդարանական տարատեսակ հանդիպումներով եւ կոնսուլտացիաներով մենք բերենք փորձագետների եւ համապատասխան պրոցեդուրա անցնելուց հետո նոր սկսենք իրենց հետ բանակցել, որպեսզի լինելու մեր հաջորդ քայլը կա, օրինակ ձեր այսպես պատկերացումների մեջ այդ ճանապարհային քարտեզը։ Իմ կարծիքով 2030 թվականից շուտ ակնկալելը ճիշտ չէ, որովհետև 2030 թվականը դա այն տարեթիվն է, որը Եվրամիությունն արդեն հայտարարել է որպես ընդունելության օր, բաց դռների օր, երբ ծրագրավորվում է, որ Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա-Հերցեգովինան, միգուցե Վրաստանը կանդամակցեն Եվրամիությանը, գուցե 1 տարի հետո, գուցե 2 տարի հետո, գուցե միանգամից բոլորով, իդեպ Ուկրաինայի պարագայում միգուցե այդ պրոցեդուրան շատ ավելի արագացվի,
եւ Հայաստանը նաեւ Վրաստանի հետ միասին աշխատելով պետք է ջանա, որպեսզի միասին մտնեն Եվրամիություն, որովհետեւ թե Եվրամիության համար է հետաքրքիր Հարավային Կովկասը կամ մենք կարող ենք արդեն կոչել հարավ-արևելյան Եվրոպան, իդեպ երբ Վրաստանը ստանում էր այդ տեխնացության կարգավիճակը, նա հենց այդպես էլ Եվրոպական միության փաստաթղթերում գրանցվել էր որպես հարավ-արևելյան եվրոպական երկիր։ Հետևաբար սա նորույթ չէ, Հայաստանը նույնպես հարավ-արևելյան եվրոպական երկիր է եւ իրենց համար նաեւ հետաքրքիր է այս տարածաշրջանը, որպեսզի Հայաստանը նույնպես ընդգրկված կլինի, որովհետեւ Եվրոպական միության Հայաստանը դա սահման է Իրանի հետ։ Եվ Իրանն էլ նույնպես շահագրգռված է, որպեսզի սահմանակցի Եվրոպական միության հետ։ Տեսեք, ամենակարևոր խնդիրը, որը մենք ուզում ենք, չգիտեմ, ենթադրում ենք, պատկերացնում ենք, որ Եվրամիությունը պիտի մեզ օգնի, գա այդ խնդիրը լուծի, դա անվտանգային խնդիրներն են։ Այդ անվտանգային բարձիկները, այդ խնդիրների լուծումը ԵՄ-ի միջոցով դուք ինչպես եք պատկերացնում։ Շատ կարելի է հասկանալ, թե մենք ինչ ենք հասկանում անվտանգություն։ Եթե մենք հասկանում ենք անվտանգություն սահմանային անվտանգություն, մենք առաջին հերթին հասկանում ենք անվտանգություն, որը ապահովում է քիչ թե շատ կայուն խաղաղություն սահմաններին եւ երկրի ներսում։ Մեր հիմնական խոցելի բաղադրիչը դա տնտեսական մեծ կախվածությունն է, ահռելի կախվածությունն է Ռուսաստանից։ Տնտեսական անվտանգությունը դա շատ կարևոր բաղադրիչ է եւ Եվրամիության անդամակցությամբ մենք նաեւ բարձրացնելու ենք մեր տնտեսական անվտանգությունը։ Հետևաբար արդեն այսօր իսկ Եվրամիությունը դա նաեւ անվտանգային համակարգ է, որովհետեւ մենք խոսում ենք տնտեսությունից։ Եվ հետևաբար հենց այստեղ է, որ մենք պետք է խոսենք թե եվրոպացի գործընկերների հետ, թե մեր գործարարների հետ, որպեսզի օր առաջ իրենք սկսեն ներդրումներ կատարել, ես կարծում եմ, որ իշխանությունը նույնպես դրան կսատարի, կսուբսիդավորի եվրոպացի գործընկերների միջոցով նաև, որպեսզի մեր գործարարները, ընդ որում այս process-ի արդյունքում ամենամեծ շահողը լինելու են մեր գործարարները, որովհետև մի թյուր կարծիք կա, որ այս process-ի պատճառով մենք կորցնելու ենք մեր շուկաները Ռուսաստանում, Ղազախստանում, Բելարուսում եւ Վրաստանում։ Իրականում ոչ։ Մեր հարևան Վրաստանը, որը չի հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ, ավելին հանդիսանում է Եվրոպական միության մաքսային անդամ, շատ հանգիստ համագործակցում է այդ բոլոր երկրների հետ, իդեպ Վրաստանի հետ մոտ 20%-ով աճել իրենց շրջանառությունը անցած տարի, եւ հետեւաբար մենք ոչ թե կորցնում ենք, այլ մենք նոր շուկաներ ենք ձեռք բերում։ Եվ առաջնայինը նաև մեր սպառողներն են օգտվելու ավելի բարձր որակավորում ունեցող արտադրանքի սպառումից։ Պարզ է, տեսեք հիմա Միացյալ Նահանգներ, Եվրոպա, այստեղ խնդիր կա, որը այսպես ավելի ցայտուն ուրվագծվեց նոր վարչակազմի օրոք Դոնալդ Թրամփի։ Մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ խնդիր ունենք, մյուս կողմից մենք տեսնում ենք Թրամփ-Պուտին որոշակի հարաբերությունների ջերմացում։ Այս գլոբալ փոփոխությունները չեն ազդում մեր շանսերի, մեր հավակնությունների վրա, նաև այն ընտրազանգվածի, որը կողմ է Եվրամիությանը, բայց այս բոլոր իրադարձությունները, այս աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են մարդկանց որոշակի նաև գիտակցության վերահասնել։ Եվ բանակը թիվը այդ մարդկանց Եվրոպայում կողմ նվազի նաև Հայաստանի ներսում։ Այդպես մտավախություն չունեք։ Նախ պետք է ասենք, որ Եվրոպական միության նկարտումներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ ավելին են, քան ռուսամետությամբ տոգորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դա ավելին են, հիմա գուցե նվազում են։ Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ Ռուսաստանի հետ որևէ առնչություն կլինի անվտանգային, կլինի ռազմական, կլինի քաղաքական, մենք գործ չունենք։ Միակ հարաբերությունները, որ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանի հետ, դա տնտեսական հարաբերություններն են, հաշվի առնելով որ իրենք մեծ շուկա են, այն էլ ԵԱՏՄ կառույցից դուրս։ Եվ երկար տարիներ, երբ մենք ապավինում էինք իրենց ռազմական հովանոցին, իրենց անվտանգությանը, մենք տեսանք, որ 21 թվականին, հետո 22 թվականին այդ հովանոցը չաշխատեց, առ այսօր չի աշխատում, որովհետև առ այսօր մենք ունենք օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, առ այսօր 102-րդ ռազմաբազան չի գործում, չի իրականացնում իր պարտականությունները, առ այսօր հայ-ռուսական 97 թվականին կնքված համաձայնագիրը չի աշխատում,
որովհետև իրենք պետք է ազատագրեն։ Մեկ կարևոր իրադարձության մասն էլ խոսենք, նախորդին տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Մարկո Ռուբիոյի, հեռախոսազրույցը, ձեզ որոնք են կարևոր շեշտադրումները այդ հեռախոսազրույցի։ Շատ կարևոր էր, որ հենց դրանից հետո նաև այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր հաջորդել է այդ դրան եւ այո, եւ Մարկո Ռուբիոն նաև խորհրդակցել է եւ խնդրել է իր աջակցությունը, Ֆիդանի աջակցությունը, որպեսզի թե Ուկրաինայում, թե Հարավային Կովկասում բերի խաղաղություն։ Ես կարծում եմ դա շատ կարևոր ուղերձ էր եւ մենք մեկ անգամ չէ որ ձևակերպման մեջ նաև Հայաստան ներկայացվել է որպես ռազմավարական գործընկեր, այո, եւ դա շատ կարևոր է։ Սա անվտանգության կամ էսկալացիա չլինելու որոշակի այսպես թույլ թեկուզ երաշխիքներ ունի։ Իհարկե, այդ ձևակերպումներ առասարակ խոսքը խոսույթ է Ռուբիոյի։ Իհարկե, տեսեք, մինչ այդ մենք հասկանում ենք, որ մեր անվտանգությունը մի քանի բաղադրիչից էր կազմված։ Մեկը դա Բայդենի վարչակազմն էր, Բլինքենի զանգը, Ալիևին, մյուսը դա եվրադիտորդներն էին մեր սահմանին եւ իհարկե մեր զինված ուժերը եւ Իրանը։ Իրանի պարագայում մի փոքր խնդիրներ առաջացան, իր քաղաքական կշիռը նվազեց կապված իրական դեպքերից հետո, բայց այս պահին մենք տեսել ենք քանիցս Իրանի կողմից, որ իրանք հանձնառու են աշխարհագրական դիրքերի չփոփոխմանը եւ շատ կարեւոր է որպեսզի այս վարչակազմից մենք տեսանք, մենք լսեցինք քանիցս թե Մարկո Ռուբիոյից, թե Մայք Վոլցից, որ իրենք հանձնառու են ռազմավարական համագործակցությանը կնքված նախորդ վարչակազմի հետ, իդեպ այն հանգամանքը, որ այն կնքվեց վերջին շաբաթում գնացող վարչակազմի փաստել է այն, որ Բայդենի վարչակազմը ամիսներ շարունակ դա պետք է ստորագրվեր սեպտեմբերին։ Երկար ժամանակ կոմունիկացրել է արդեն երբ նոյեմբերին հասկացան, որ իրենք պարտվել են, նոր իշխանություն է գալիս, իրենք կոմունիկացրել են արդեն Թրամփի վարչակազմի հետ, որպեսզի հավաստիանան, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է լինելու այս ստորագրված փաստաթղթին եւ այդ է պատճառը, որ դա երկարեց։ Այսինքն Ալիևային ինչ սպասում էր նոր վարչակազմից կամ ակնկալում էր, չգիտեմ, դա չի ստացվում փաստորեն, չի հաջողվում։ Ալիևը նաեւ, այո, Ալիևը նաեւ ակնկալում է, որ նա Միացյալ Նահանգների հետ կկարողանա նմանատիպ խարտիա ստորագրել եւ Իսրայելը շատ լուրջ աշխատում այդ ուղղությամբ։ Այնտեղ ուզում են նոր ձևաչափ մշակել Իսրայել, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, ես ընդհանրապես դեմ չեմ դրան, եթե դա կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը կամ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ իհարկե համատեղ տնտեսական պրոյեկտների իրագործմանը, որի մասին խոսել է Ջեյմս Օբրայանը նախորդ վարչակազմից, Միջանցքի մասին է խոսքը գնում, երբ կենտրոնական Ասիայից արդեն էներգակիրները Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով կգնան Եվրոպա, նաեւ Վրաստանով կարող են անցնել։ Դա կլինի նաև այն երաշխիքներից մեկը, որ Ադրբեջանին կզսպի եւ ցանկություն չի առաջացնի մոտը, որպեսզի գնա ռազմական ագրեսիաների Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իդեպ Դոնալդ Թրամփը սիրում է տնտեսական գործարքներ, մեծ գործարքներ կնքեր եւ նա սիրում է եւ նա ջանում է այդ խաղարարի իր մեսիայում հանդես գալ եւ կարծում եմ այս տարածաշրջանը իդեպ ինչի մասին խոսել է նաեւ Մարկո Ռուբիոն, շատ լավ հնարավորություն է Դոնալդ Թրամփի համար, որպեսզի կարծում եմ Ալիևը ցանկություն միշտ ունի այդ էսկալացիան անելու, այստեղ խոսքը հավանաբար ավելի շատ հնարավորություններ չունենալու զսպման մեխանիզմների ազդեցիկ լինելու մասին։ Նա պատրվակ է փնտրում կազուս բելի իրեն պետք, որպեսզի հարձակվի Հայաստանի վրա։ Նա հետաքրքրված չէ խաղաղությամբ, բայց դա չպետք է մեզ ընկճի կամ թևաթափի, այլ հակառակը, մենք պետք է ել ավելի համագործակցենք այն կենտրոնների հետ, որոնք շահագրգռված են այստեղ խաղաղությամբ։ Շնորհակալություն։ Այսքանը մեր հյուրն էր Արնոլդ Բլեյանը։